Հայաստանի հետ մեր հարաբերությունների կարգավորումը ընթանում է Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվից վերադառնալուց հետո լրագրողների հարցերին պատասխանելիս։ Էրդողանը գոհունակություն է հայտնել կարգավորման գործընթացների առնչությամբ։ Խաղաղության քամիներ են փչում եւ Թուրքիան ողջունում է դա։ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում գնում ենք Ադրբեջանի հետ համընթաց, ասել է նա։ Արագած սրճարանում սպանված Պողոս Պողոսյանի աճյունը կարտաշիրիմ են։ Նման անհրաժեշտություն է առաջացել դեպքի ականատես Սթիվեն Նյուտոնի մայիսի 16-ի ցուցմունքից հետո։ Ըստ հանրային մեղադրողի նոր ի հայտ եկած հանգամանքները կարող են հանգեցնել եզրակացության, որ կատարվել է դիտավորյալ սպանություն։ Եղակերտի դպրոցի տնօրեն Անուշ Համբարձումյանի նկատմամբ խափանման միջոց դատարանը ընտրել է տնային կալանքը եւ բացակայելու արգելքը։ Իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալների հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ բարեգործության արգելքը խախտելու դեպքի առթիվ։ Փաշինյանը պաշտպանության նախարարությունում հանդիպում է ունեցել զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ։ Հանդիպմանը կարևորվել է բանակի շարունակական արդիականացումը, այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի զինված ուժերի զարգացման ռազմավարական տեսլականին, անվտանգության նոր միջավայրի գնահատմանը, արդյունավետ կառավարմանը, մարդկային ռեսուրսների զարգացմանը։ Երևանի Արաբկիր վարչական շրջանի համար 23 մուսուլ մանկապարտեզը վերակառուցվել է, այս մասին սոցցանցի իր էջում 500-ից 1-ը հեշթեգի ներքո Փաշինյանն է տեղեկացրել։